Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը արժեքներն ու մեր միասնականության ուժը Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանը ազգային ժողովը պաշտպանում է արցախահայության իրավունքներն Նելի Հարությունյան, Կուզբասահայերին դիմումը ՄԱԿ-ի Արևմտյան Հայաստանը կառավարության պայքարին ազդեցությունավը, կարևոր ավեր Արցախցիք շարունակին ապրելը ու արարելը Հայաստանումը, Արարատը նորից սպիտակավ լցվալա, Արևմտյան Հայաստանը հրաբուխներն հիշեցում վտանգի մասին, Վիտալի Միլանովը Արարատը խորհրդանիշի հեռացման ու Զանգեզուրամի Ջանցքի վտանգների մասին, 3 կանանեք հայկական ծյուրումը։ Այս վերջին օրերին քաղաքագիտական շրջանակներում նորից բիցրցրվել է մեր միասնականության հարցը, վերնա մեր հայրենիքը ու հունցուկ այն ընկալում։ Շատերը առաստատանվելի ասում են, թե Արևելյան Հայաստանը Ռուսաստանն է, Արցախը Ադրբեջանը, բայց վեր խոսվում է Արևմտյան Հայաստանա մասին ներկայացնելա որպես Թուրքիա տարածք, դա արդեն խախտում է մեր միասնականությունը։ Արևմտյան Հայաստանը իլալա մնամա մեր պատմության մշակույթի հոգևոր հզորության ակունքը։ Ինքը մեր ինքնության ու շարունակականության խորհրդանիշն է։ Մեր խոսքը պիտի ինի արժանապատիվ ու հարգալից, որովհետև միասնությունը սկսում է խոսքը, իսկ խոսքը ուժ ստանում վեր կրում է մեր ժողովրդի ոգին։ Սոր ՄՑ հպարտությամբ ներկայացնում Արևմտյան Հայաստան ազգային ժողովի կարևոր որոշումը Արցախահայության իրավունքների ու հարատևության մասին։ Ընդունված օրենքով Արցախը հռչակվում է Արևմտյան Հայաստանը անբաժանելի մասը 1920 թվականի Հայաստանա երևահաջորդությունավը։ Արցախահայ ժողովուրդը ճանաչվում է որպես Արևմտյան Հայաստանաբնիկ հայության անբաժանելի մասը վերի լյուբոյ անդամ կարեստանա քաղաքացիություն։ Արևմտյան Հայաստանը ճանաչում է Արցախահայերի ինքնավարությունն, փաստացի կառավարություն ինքնորոշման իրավունքի հիման երան։ Այսօր ունքը ներառվել է սահմանադրության մեջին հաստատելավեր հայ ժողովուրդը մի հատ ամբողջությունն է, իսկ Արցախը մեր հայրենիքի անկախտելի մասն է։ Մունք գործ ընկանում իրավական դաշտումը հիմնվելով արդարության ու միջազգային իրավունքին երան։ Սա ոչ միայն օրենք է, այլ ապագայի ճանապարհային քարտեզ վերավ շարունակելու ենք պայքարը հանուն Արևմտյան Հայաստանը, Արցախը ու համայն հայության իրավունքների։ Կեցցե Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը։ Արևմտյան Հայաստանը կառավարության նախաձեռնած պայքարին ազդեցությունավը Կեմերովոյի մարզի Կուզբասահայերի միությունը պատրաստվում է դիմել ՄԱԿ պահանջելով անվավեր ճանաչել 1929 թվականի Մոսկվին ու Կարսին պայմանագրերը ու գործարկել Վուդրո Վիլսոնին իրավարար վճիռը։ Միությունը իրան ուղերձումը ընդգծում ավեր նշված պայմանագրերը կնքվալն առանց Հայաստանը մասնակցության ու խախտալն հայ ժողովրդի իրավունքներ նպաստելով պատմական հայկական վղերի կորուստին։ Հիշեցում ավեր անկախ Հայաստանագոյության տարիներին որևէ պետական քայլ ձեռնարկվել չի Վիլսոնի իրավարար վճիռը գործարկելի հետի։ Կազմակերպության նախագահ Անտոնովը կոչ անում համահայկական միասնականությանը, սա պայքարը պատմական արդարության վերականգնման ու մեր ապագայի ամրապնդման հետի։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է բիդե Արևմտյան Հայաստանի այրվական հիմքերի նորից բիցրցնման ու միջազգային ատյաններում արդարության պահանջի ճանապարհին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի թայզի ագրեսիային դերդա մխլա Արցախցիք ստիպվածնելալ թողին իրենց հայրենիքը կանխելի ցեղասպանությունը պահպանելի արժանապատվությունը։ Արցախաբնիկ ժողովուրդը համարում է առաջնահերթ կղնեցնելը Արցախցուց արտագաղթ ու ապահովել վերյուրանք շարունակին ապրելու արարելը Հայաստանում, պահպանելով համայնքային ամբողջականությունը, ինքնությունը ստեղծել պարփակ բնակավայրեր, թայզա կենտրոնե, հասարակական գրթական, մշակութային մարզական, պահպանել միջազգային օրակարգում Արցախաժողովրդի հավաքական յետռնալի ու ինքնորոշման իրավունքը։ Սեպտեմբերի 23-ին Արևմտյան Հայաստանը հպարտ սրբազան լեռը Արարատը նորից հայտնվալա ձյան սպիտակ ծածկոցին տակի։ Տարածքում ուժ գնացած սառնամանիքը պերալա աշնան պերվի ձյունը։ 5137 մետր պիցրիոթունավ գագաթը արդեն հերվից փայլում է յուրան ձմեռային շքեղությունավը։ Տեղացիք ասում են, հանկարծակի տեղացած առաջությունը դժվարություններ է ստեղծալ հովիվներին հետի, անասուններին հոտերը ստիպվածնելալ շատ շուտ ետռնան սարերան։ Արարատյան ձյունը վերես դոնա սպասվածից շուտ է եկալ շեներ ու դաշտեր տրալա աշնան խորհրդանշական նշանը հիշեցնելով ձմռան մոտալուտ գալուստը ու մեր ժողովրդի հոգևոր կապը լեռան հետ։ Արևմտյան Հայաստանը տարածքում գտնվող հրաբուխներ մասնագետների կողմից համարվում են վեշտ համարած, այլ քոնիլյաց, այսինքն ակտիվության հնարավորությունը։ Յիլդզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Շուքրու Էրսոյի խոսքով դրանցից մի քանիսը պատմության ընթացքում ունեցալ են վերջին խոշոր ժայթքումն են։ Արևմտյան Հայաստանը խորհրդանշական լեռը Արարատը վերջին դոնումը ակտիվությունա ցուցաբերալ 1840 թվին առաջացնելով ժայթքումը մարդկային զոհեր։ Մի այլ հրաբուխ թոնդրակը 1855 թվին արձակալա գազու մոխեր։ Նեմրութա հրաբուխը վերջին դոնումը ժայթքալա 1652-ին, իսկ Սիփան լեռան վերջին ակտիվությունը լելա մոտ 10,000 տարի առաջ։ Մասնագետները հիշեցնում են վեր, թեև հրաբուխները ներկայումս հանգիստ են, դրանք շարունակում համարվել է քոնիլյաց հրաբուխներ, հետևաբար պոտենցիալ վտանգավոր։
Ռուսպետդումայի պատգամավոր Վիտալի Միլանովը Ալֆա Նյուզին հետված հարցազրույցին վաղտը կտրուկ քննադատալը Հայաստանի իշխանությունների սահմանային կնիքները Արարատ լեռան պատկերը հռեցնելի հետի։ Յուրանսելավը Արարատը հայ ժողովրդի ինքնության ու ազգային հպարտության անբաժան խորհրդանիշն է, ուտրանի հրաժարումը կարեթյուրացն է ազգային ոգին։ Միլանովը նաև Զանգեզուրի մեջանցքա համարալա օտար շահերի սպասարկող ուղի վերես բառնում Հայաստանա ինքնիշխանությանը։ Ինքը մատնանշալ է նաև Բաքվի հակառուսական քարոզչությունը ու զգուշացրալ է եվրոպական ինտեգրման հնարավոր վտանգների մասին։ Հայտարարությունն հրավիրում են քննարկման ինչպես պահպանել ազգային ինքնությունը ու հասարակական համերաշխությունը փոփոխվող քաղաքական իրողությունների պայմաններում։ Դերսիմա արվեստագետ Դելիլ Խդրը յուրան թեզատեսահոլովակումը պատմում է Նվարդի ջահիլ հայուհու մասին վեր սիրիալա Խդրի հայ Մուսա։ Նվարդը փրկված այլել 1915 թվի ցեղասպանությունն է, բայց 1938-ին Դերսիմա ջարդերին վաղտը սպանվալա Գյուլուզարի ու Ֆեջիրեի հետ միասին հայկական ծյուրումը։ Խդրի նսելավը հայրը տարիներ շարունակ այդ վայրում վղի մի կետ այլել պչելիս ի հիշատակ յուրան աղջիգործը։ Յուրան ճակատագիրը տարալա խորհրդանիշ սիրո, մերժված ազգակցության ու ողբերգական կոտորածների։ Նվարդ երգը վերի միացան հասալ Զաղլամնա Գյուլիե Մայերանը վկայում ընթահունցա Նվարդի պատմության դիել Դերսիմի երաժշտության դիմացկունությունը պնդելալ վերը անցնելով արգելքներ ու կոտորածն է շարունակում է պահպանելու իրան հիշողությունը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանը պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։